ստացել մեր բնագիտության ֆլեշմոբի փորձերի ժամանակ, հա։ Հիմա փորձելու ենք սերմը այլ կերպ, այլ տարբերակով աճեցնենք, քանի որ միտքը Ալեքսանդրին է, մենք փորձ ենք անում, տեսնենք, կարող ենք ստանալ, թե ոչ։ Ամեն դեպքում հնարավոր է ոչ ստացվի, չէ՞ Ալեքսանդր, բայց շատ հնարավոր է, որ նաև ստացվի։ Հիմա ինչ ենք անում։ Ալեքսանդրը ինչ էր որոշել։ Ես որոշել էի բույսի ցողունի մի մասը կտրենք։ Ես կկտրենք եւ այս մեր բույսին կդնենք, թող ինքը արմատակալի, մենք իրեն չենք նեղացնի, վերցրել ենք կալանխոյ բուսատեսակը, բույսը։ Հետո այստեղ մի հատ փոքրիկ անց կանենք։ Փոքրիկ փորձենք անց կանենք։ Ինչու ենք անում այսպես, Ալեքսանդր, ինչն էր այստեղ։ Որ Չենք ուզում անենք մենք այսպես։ Ուզում ենք այստեղ ոնց ասեմ, այսի Սերմը ծլեցնենք, հա, այսինքն բույսի միջոցով մենք խոնավություն ստանանք։ Հիմա մենք իրան ինչ ենք անելու։ Ոչինչ, մենք իրան այսպես փակենք, Ալեքսանդր, որովհետև որ ավելորդ խոնավությունը դուրս չգա, փորձենք ու ինչ պետք է անենք, Ալեքսանդր։ Մենք պետք է մայր բույսը ջրենք, փորձենք մայր բույսով խոնավություն ապահովենք։ Լավ ջրում ենք։ Լավ։ Շատ լավ։ Հիմա մենք այստեղ ունենք հետաքրքիր ինչ ենք անելու, Ալեքսանդր ջան, նախ այս դեպքում մենք մեր բույսի խոնավությունը պետք է միշտ ապահովենք։ Մենք չենք թողնելու, որ ինքը չորանա, որ հասցնի։ Այսինքն արմատի միջոցով մեր բույսը ուրա ինչ է տանելու։ Ջուր է տանելու Թողնով այս սերմին։ Մենք եթե այս սերմի ծիլը նկատեցինք, չէ, ուրեմն կարձանագրենք, որ մեր փորձը ստացվել է։ Բայց սրան մեզ մոտավորապես պետք է գան շաբաթներ, ճիշտ է։ Այո։ Մենք ամեն դեպքում ամեն շաբաթ մի քանի օրը մենք մի հատ ուսումնասիրենք, տեսնենք ինչ ենք ստացել։ Շատ լավ։ Ապրի Ալեքսանդրը, սա էլ փորձի մի տեսակի, տեսնենք ստացվում է թե չէ, կարողանում ենք այս տարբերակով սերմերը ծլեցնել, հա։ Շատ լավ, ապրես։